Վերջին մեկ տարվա գնահատականով դուք ունեք տվյալներ, թե Հայաստանի որ մարզն է, որ ամենաթույլ տնտեսական զարգացում ունի, պատճառները ուսումնասիրել եք եւ ինչ եք մտածում համայնքներ, այսինքն մարզերի միջև զարգացման տարբեր մակարդակները բերել մոտ նույն մակարդակի Հայաստանում քանի բնակավայր կա քաղաքային ասեմ գյուղականների մոտ դա այդ խնդիրը շատ բարդ է գիտեմ քաղաքային բնակավայրեր որոնք չունեն 24 ժամյա ջրամատակարարում խմելու ջրի մասին է խոսքը դուք Հայաստանի երկաթուղային ցանցերը կառավարող Հարավկովկասյան երկաթուղու հետ շփումներ, բանակցություններ ունեք, իրենք ծրագրեր ունեն Հայաստանում երկաթուղագծերի ցանցը զարգացնելու, նորացնելու, նոր ուղղություններ, այդպիսի մտադրություններ կան, թե չկան, եւ չորրորդ հարցը ձեր կարծիքով, ձեր դիտարկումներով համայնքների խոշորացումը դրական է եւ եթե դրական է ինչ չափորոշիչներով եք համարում, որ դրական է հարկերի հավաքման տեսանկյունից է բարելավում եղել, թե սոցիալ-տնտեսական իրավիճակն է փոխվել մարդկանց այդպիսի հարցը ընդհանրական է տալիս։ Շնորհակալ եմ պարոն Ազարյան հարցի համար, լավ հնարավորություն է խոսելու մեր նախարարության համակարգման գրեթե բոլոր ոլորտերի մասով։ Թերևս անդրադառնամ հարցերին ըստ իրենց հերթականության, մենք որպես այդպիսին տնտեսական ցուցանիշները մարզերի սովորաբար ունենում է էկոնոմիկայի նախարարությունը, մենք այդ պաշտոնական ցուցանիշներին հղում անելով կարող ենք ասել Պիտի ասեմ, որ մեր ենթակառուցվածքային հիմնական ծրագրերը, եթե առանձնացնենք, որ մարզում ենք 2025 թվականին իրականացրել ամենախոշոր ենթակառուցվածքային ծրագրերը կամ որ մարզում ենք պլանավորում 2026 թվականին իրականացնել ամենախոշոր ենթակառուցվածքային ծրագրերը, դա ակնհայտ Սյունիքի մարզն է, որովհետև Սյունիքի մարզում մենք մի քանի խոշոր ծրագրեր ենք հիմա իրականացնում, մասնավորապես ընթացքի մեջ է գտնվում հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ուրեմն Քաջարանից դեպի Ագարակ հատվածը, որը այս պահին հանրապետությունում փաստացի ամենամեծ շինարարական օբյեկտն է։ Ամառվա օրերին մենք այնտեղ յուրաքանչյուր օրվա կատարողականը կազմել է շուրջ 60 միլիոն դրամ, ինչը մեր անկախության պատմության ընթացքում մենք այդպիսի շինարարական օբյեկտ այդ ծավալով չենք ունեցել, օրվա ընթացքում այնտեղ 245 շինարարական տեխնիկա է աշխատում, ես արդեն զեկուցում եմ ներկայացի, որ մենք պլանավորում ենք Սյունիքի մարզով անցնող մյուս երկու խոշոր հատվածների, մասնավորապես Բարգուշատի թունելի շինարարական աշխատանքների մեկնարկը տանք 2026 թվականի ընթացքում եւ նաեւ Քաջանի թունելի մասով-մրցութային գործընթացը ամփոփում ենք եւ 2026 թվականին Քաջանի թունելի մասով էլ պլանավորում ենք շինարարական աշխատանքների մեկնարկը տալ Սա ասում եմ տրամաբանության մեջ, որ դեռևս բավական երկար ժամանակ մեր ենթակառուցվածքների զարգացման ամենախոշոր ծրագրերը լինելու են Սյունիքի մարզում պայմանավորված հյուսիս-հարավի այդ հատվածի շինաշխատանքների ակտիվ տեմպի մեջ լինելու հանգամանքով։ Եթե անդրադառնամ ջրային ոլորտին, պիտի նորից խնդրեմ ուրբաթ օրը ավելի մանրամասն ներկայացնեմ, բայց ձեր տրված հարցինի պատասխան պիտի ասեմ, որ Հայաստանի բնակչության շուրջ 60%-ը ապահովված է խմելու ջրով, 24 ժամյա խմելու ջրով, ունենք համայնքներ որտեղ դրանք հիմնականում են հատվածներն են, որոնք վիոլա ջրի սպասարկման ուրեմն գոտում են գտնվում, ունենք համայնքներ, որոնք իրենք են սպասարկում ջրային ենթակառուցվածքները, մասնավորապես խմելու ջրի Այդ համայնքների մի մասում կա 24 ժամյա ջրամատակարարում, մյուս մասով կա կանոնակարգված ջրամատակարարում, որը 24 ժամյա չէ, դա հիմնականում գյուղական բնակավայրերում է, այսինքն օրինակ օրվա ընթացքում 4 ժամ, 6 ժամ կամ 8 ժամ ջրամատակարարում է լինում, բայց հստակ գրաֆիկով։ Իհարկե որոշ հատվածներ ունենք, որտեղ ջրամատակարարումը որպես այդպիսին խնդիր է եւ կանոնակարգված գրաֆիկ չկա, բայց նաեւ պիտի ասեմ, որ պետությունը առաջնահերթ է համարում ջրային ենթակառուցվածքների ուրեմն զարգացումը եւ այդ պատճառով դա համարվում է նաեւ առաջնահերթություն մեր սուբվենցիոն ծրագրերի մասով, այն համայնքները, որոնք ջրամատակարարման խմելու եւ ոռոգման ջրի համակարգերի արդիականացման ուղղված ուրեմն ծրագրեր են ներկայացնում սուբվենցիայի համար, մենք դրանք առաջնահերթության կարգով ուրեմն ընդունում ենք եւ նաեւ բարձր տոկոսներով պետությունը այդտեղ համաֆինանսավորում է իրականացնում։
Առհասարակ Հայաստանի երկաթուղային ցանցի արդիականացման մասով քննարկումներ ունենում ենք, մեր օրակարգում է նաև երկաթուղու օնլայնումը եւ այս մասով նաև երկաթուղու գործընկերների հետ անընդհատ քննարկումներ ենք ունենում, կարծում եմ, որ 2026 թվականին մենք այս մասով որոշակիություն կունենանք։ Եթե անդրադառնամ համայնքների խոշորացմանը, պիտի ասեմ, որ սա լավ բարեփոխում է եւ իրական բարեփոխում է, որը իր արդյունքները տալիս է, մասնավորապես հիմնական հատվածից հետո 2018 եւ 2021 թվականների երկու խոշոր փնջերից հետո համայնքային ենթակառուցվածքների վիճակը շարունակական զարգանում է, որովհետեւ համայնքները կարողանում են խոշորացման արդյունքում միավորման արդյունքում կուտակել ինչպես ավելի մեծ ֆինանսական միջոցներ, ես հիմա կբացատրեմ այդ ֆինանսական միջոցները նաև ինչ տրամաբանության մեջ են կուտակում, այնպես էլ մարդկային եւ մասնագիտական ռեսուրս, որը կարողանում է ռեալիզացնել կուտակված ֆինանսական միջոցները։ Մասնավորապես այդպիսին է նաև պետական համաֆինանսավորման ծրագրի տրամաբանությունը եւ այդպիսին է նաև ուրեմն ֆինանսական համարտեսման մասին օրենքի տրամաբանությունը, պետությունը դոտացիաներ տալուց առավել, այսինքն մեծ թվով մեծ ծավալի դոտացիաներ են ստանում բազմաբնակավայր համայնքները, այն համայնքները, որտեղ եւ բնակչության թիվն է ավելի մեծ եւ նաեւ բնակավայրերի թիվն է ավելի մեծ, եւ հետեւաբար ենթադրենք երկու համայնքներ առանձին, եթե յուրաքանչյուրը կարող էր ստանալ, որ պայմանական ասած 1 միլիոն դրամ դոտացիա պետությունից, ապա այս երկու համայնքների դեպքում ոչ թե թիվը ուղակի միավորման դեպքում ոչ թե թիվը ուղակի դառնում է 2 միլիոն, այլ բանաձևերի կիրառմամբ հաճախ 3 միլիոն, 3.5 միլիոն, 4 միլիոն եւ նաեւ այս այն տրամաբանությունը, որով մենք փորձում ենք շարժվել եւ պիտի ասեմ, որ այս տարվա ընթացքում մենք արդեն ուրեմն որոշում ունենք կասած, դուք որոշում եք կասել միավորել ուրեմն Վաղարշապատ եւ Խոյ համայնքները, որոնք նախկինում միավորված համայնքներ էին, բայց Վաղարշապատը միավորված էր Էջմիածին քաղաքի եւ մեկ գյուղական բնակավայրի մասով եւ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը համապատասխան առաջարկով է հանդես գալու ելի միավորված համայնքներ 2026 թվականի ընթացքում վերամիավորելու այն պարզ տրամաբանությամբ, որ համայնքների խոշոր միավորները կարող են ավելի խոշոր խնդիրներ լուծել իրենց առջև դրված։ Շնորհակալ եմ։